Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանն է, բարև ձեզ, Տիկի Եսայան։ Բարև ձեզ։ Մի քիչ հասկանալի չեն ամեն դեպքում Հանրապետական Կուսակցության ծրագրերը առաջիկա քաղաքական գործընթացներին զուգընթաց, մեկ ասում եք քննարկում ենք, կմասնակցենք ընտրություններին, չենք մասնակցի, բայց նաև փակված չեք համարում Փաշինյանի իմպիչմենտի հարցը, բայց այն դեպքում, երբ որ խորհրդանում էլ նման ինչ-որ ակտիվություն չկա, ստորագրություններ միգուցե կան, բայց ձեր ասած այն 7 ԿՊԱ-ներ այդպես էլ չհայտնվեցին, որ իշխանափոխություն անեք, էլ չասենք 17 կամ 27 ԿՊԱ-ական այդպես չհայտնվեց, տեսնում եք ԿՊ-ում ինչքան մեծ մրցակցություններ անգամ ցուցակում հայտնվելու համար մի տեսակ հոտ չի գալիս, որ նրանք Փաշինյանին պատրաստ են դավաճանել անցնել ընդդիմության կողմ, անորոշ է ՀՀԿ-ի վիճակը։ ՀՀԿ-ում իրավիճակը անորոշ չէ, ՀՀԿ-ում նորմալ քաղաքական process-ներ են, ձեր այդ վերջին դիտարկմանը թույլ տվեք անդրադարձանեմ, հետո անցնեմ բուն հարցին, եթե դա հարցեր։ Այո, որովհետև ընդդիմությունը վատ աշխատեց։ Այո, որովհետև խորհրդանական ընդդիմությունը ճիշտ չաշխատեց ԿՊԱ-ականների հետ, այո, ես էլի պնդում եմ, որ եթե ճիշտ ժամանակին ճիշտ ձևով աշխատեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Այո, դուք ճիշտ եք, այդ 7 ԿՊԱ-ականները հիմա չկան, որովհետև էլի եմ ասում, խորհրդանում աշխատանքները հավուր պատշաճի տեղի չունեցան, ինչպես որ պետք է որ լինեին։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ում իրավիճակը խաղաղ է, խաղաղ չէ եւ ինչպիսին է, նորմալ քաղաքական կուսակցությանը բնորոշ նորմալ process-ներ են։ Մենք հունվարի կեսերին գործադիր մարմնի նիստ ենք արել եւ այդ նիստի ժամանակ քննարկումներ են սկսվել, մասնակցել, չմասնակցել ընտրություններին, ընտրությունների ձևաչափը, ֆորմատը, ինչպես պիտի մասնակցել։ Անկեղծորեն կարող եմ այսպես բաց հրապարակային ասել, որ կարծիքները կիսվել են, կային գործադիրի անդամներ, որ կողմ էին ՀՀԿ-ի մասնակցությանը, կային մարդիկ, որ դեմ էին ՀՀԿ-ի մասնակցությանը, եւ սա է պատճառը, որ այսինքն այդ տարակարծությունը, այնպես չէ որ միաձայն բոլորը ասեցին մասնակցեն կամ միաձայն բոլորը ասեցին չմասնակցեն։ Սա է պատճառը, որ քննարկումները դեռ շարունակվում են։ Վստահ եմ արդեն տեղյակ եք, որ կնեք վերջնարդյունքի չի եկել։ Դեռ չի եկել, կարծիքներ կան։ Այո, տարբեր կարծիքներ կան եւ վստահ եմ տեղյակ եք, որ կուսակցությունը գործադիր մարմինը օրեր առաջ կարծեմ երկուշաբթի էր, ուրբաթ օրը նիստ արեցինք, քննարկեցինք համագումար հրավիրելու հարցը եւ որոշվեց, որ ապրիլի 4-ին ՀՀԿ հերթական համագումարը տեղի կունենա։ Չի ուշանա, Տիկին Եսայան։ Չի ուշանում, որովհետեւ եթե ապրիլի 4-ին համագումարը տեղի ունենա, արդեն կուսակցությունը պիտի հայտարարի իր մասնակցության կամ չմասնակցության մասին։ Եվ նաև նախընտրական ցուցակների մասին պիտի հայտարարի եւ ով պիտի գլխավորի ցուցակը եւ այլն։ Այս իրավիճակն է ՀՀԿ-ում աշխատանքային։ Թե նաև դուք խնդիր ունեք առաջին համար, ինչքան գիտեմ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այդքան էլ խանդավառ չի էլի ցուցակ գլխավորել, վարչապետի թեկնածու ասել է ես չեմ ուզում։ Չէ, ինքը չի մասնակցելու, ինքը ոչ միայն էս հիմա, նաև 19 թվականին ինքը ցուցակը չէր գլխավորում, եթե հիշում եք, եւ ինքը կուսակցության ղեկավարությամբ է զբաղված։ Միգուցե առաջին համար է խնդիրը։ Նման խնդիր չկա, որովհետեւ այդ խնդիրը, այդ հարցն էլ դեռ չենք քննարկել, ճիշտն ասած։ Եվ ենթադրում եմ, որ համագումարը այդ ձեր բոլոր հարցերի պատասխանները տալու է։ Թե ՀՀԿ-ի այս կասկածամտությունը, զգուշավորությունը կախված է նաև նրա հետ, որ այդքան էլ համոզված չեք, որ ընդդիմությունը ԿՊ-ի կողմից ջախջախման չի ենթարկվի եւ չեք ուզում այդ կներեք շորշոփի տակ ընկնեք, Տիկին Եսայան։ Չէ, ՀՀԿ-ն այդքան վաղկոտ կուսակցություն չի եւ ինքը շատ շորշոփներ ա տեսել եւ այդ շորշոփներից գիտեք ինչ նկատի ունեմ, խաղի մեջ, որը գիտես, որ պարտվելու ես, միգուցե այդքան էլ չեք ուզում քաղաքական իմաստով դա վնասել։ Նման խնդիր իրականում դրված չէ, տրամաբանական է ձեր հարցը, բնական է որևէ կուսակցության պարագային, բայց չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, որ մեր կուսակցությունը եւ կուսակցության նախագահը ունի սոցիոլոգիական հարցումների այդպես հնարավորություն եւ ունենք սոցիոլոգիական հարցումների արդյունք, թե ինչպիսին կլինի ՀՀԿ-ի հնարավոր շեմը, նա կհաղթարի թե չէ, ըստ այդ հարցումների մենք հաղթահարում ենք շեմը։ 4%-ը բարձր։ Մենք հաղթահարում ենք շեմը, բայց միայն շեմը հաղթահարելով չէ։ Միայն շեմը հաղթահարելով չէ, այստեղ ուրիշ խնդիրներ կան, որովհետեւ ՀՀԿ-ի հիմնական միակ գերխնդիրը 18 թվականից հետո եւ հատկապես 20 թվականի պատերազմից հետո եղել է այս իշխանություններին իշխանանաց զրկելը։ Հիմա եթե այս ընտրությունները այդ հնարավորությունը տալու են,
մենք երկու ձեռքով միայն ուրախ կլինենք, որ այս ընտրություններով տեղի ունենա իշխանափոխությունը։ Բայց եթե այս ընտրությունները հնարավորությունը չեն տալիս, մենք որպես կուսակցություն ասում ենք ժողովուրդ, դեռ հնարավորություն կա, դեռ կարելի է փողոցը գեներացնել, դեռ կարելի է իմպիչմենտի, այո, այդ քնած վիճակը, այո, այսպես пассив վիճակը, օբյեկտիվորեն ընդունենք, որ մի տեսակ շատ տարօրինակ մեռած վիճակ է իմպիչմենտի դաշտում, կարելի է ակտիվացնել։ Մեր ասածը սա է, եթե հետևել եք մեր բոլորի մեռելածին օրակարգ։ Չէ, ի սկզբանե մեռելածին չէ։ 20 Գիտեք, որևէ սահմանադրական գործընթաց, Ռոբերտ ջան, որևէ սահմանադրական գործընթաց չի կարող լինել ի սկզբանե մեռելածին։ Դա սահմանադրական հնարավորություն է։ Մեջ նկատի ունեմ, հասկանում եմ, տառերով հնարավորություն։ Էլի կրկնում եմ, մի քիչ առաջ ասացի, ընդդիմությունը ճիշտ չաշխատեց, пассив աշխատեց։ Ինչ պետք է անել։ ՔՊԱ-կանները, տեսնում եք, նկարները կախած Փաշինյանի իրենց թիկունքում, ինչպես դուք եք կախում Սերժ Սարգսյանի նկարը։ Դե հանրապետականի դուք իրար նման եք այդ առումով։ Ներողություն, այստեղ մի դիտարկում անեմ, հետո հարցը ձևակերպի։ Դիտարկում անեմ, հարցը ձևակերպի։ Հանրապետական շատ կարկառուններ կայացուցիչների թիկունքին էլ Սերժ Սարգսյանի նկարն է կախված։ Եվ դուք ինչպես դուք եք հավատարիմ, հիմնականում այդ պիսիները առաջինը հեռացան Հանրապետականից եւ մերժեցին եւ դավաճանեցին կուսակցությանը։ Այնպես որ երբեք միասա երբեք սեփական փորձով առաջնորդվեք։ Չէ, ոչ թե սեփական փորձով, դա քաղաքական, այսպես ասեմ, վատ պրակտիկա է, որ երբ որ նավը տատանվում է, երբ որ այդպես առնետները փախչում են, եւ եթե ճիշտ ընթացք գնար անվստահության գործընթացի, եթե բոլոր կողմերը ամբողջ ջանքը գործ դնեին այդ գործընթացը իրականացնելու, այդ նրանք ում թիկունքին Նիկոլ Փաշինյանի նկարներ, նրանք առաջինը դուրս կթռնեին այդ նավակից, բայց էլի եմ ասում գործընթացը հավուր պատշաճի տեղի չունեցավ։ Եկեք անկեղծ խոսենք, էլի, տեսեք, օրինակ Եկեք իմպիչմենտի մասին այսքան երկար չխոսենք, որովհետեւ լրիվ ուրիշ բանից եմ խոսում, հա։ Որ ասում եք նավը տատանվում էր եւ տեսեք, օրինակ 21 թվին, 22, 23 հատկապես Արցախի բռնի զավթման օրերին եւ այլն, հա, Փաշինյանի իշխանությունը որ շատ տատանվում էր, էլի, իրոք, հա, եւ ընդդիմությունը փորձեր արել է վերցնել եւ այլն, բայց չի ստացվել տարբեր պատճառներով։ Հիմա եկեք անկեղծ ասենք, գնալով չի ուժեղանում Փաշինյանի իշխանությունը։ Ինչու՞։ Այո, նրանք ասում են մենք սարսափելի պատերազմ աղետը մեր ժամանակ է եղել, ծնկում են, ներողություն են հայցում, չգիտեմ, ով է ներում, ով չի ներում, ով է հավատում, ով չի հավատում, հա, ես չգիտեմ, հավատաքննիչ չեմ, չգիտեմ, ընտրությունները ցույց կտան, բայց Ադրբեջանի հետ նաև կան խոսակցություններ, որ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, իսկ մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, կարող է Փաշինյան այնտեղ չների, բայց ասի լավ, այսքան աղետներից հետո ինչ որ ձեռքբերում ունի, Վենսը նրան աջակցություն հայտնեց, եվրոպացիներն են մայիսին գալու, տեսեք, ինչքան կոնսենսուս ես թվարկեմ դուք հակադարձեք, դուք քանդեք, եթե Պիտի հիշեմ հերթականությունը, որովհետև դուք ասում եք մի բան, որին ես ուզում եմ հակադարձել, անցնում եք մի այլ թեմայի, որտեղ դրանք իրանք մեծ թեմաներ են։ Քանի մոլորակներ են իրար դիմաց շարժվել Հոկուտ Փաշինյան, ոնց է ընդդիմությունը սրան հակադարձել։ Չէ, որևէ մոլորակ Հոկուտ Փաշինյանի չի շարժվել եւ որևէ մոլորակ չի կարող շարժվել չարի ուղությամբ, իսկ Փաշինյանի իշխանությունը չարի իշխանություն է։ Եկեք դուք ձեր ակնոստերով մի նայեք, էլ մի քիչ մեծ պատկեր։ Դուք մի վերլուծեք իմ ասածները, դուք լսեք իմ ասածները, որպես քաղաքական գործիչ ես իմ կարծիքն եմ հայտնում, դուք էլ որպես լրագրող բարի եղեք լսել իմ ասածը։ Եկեք ավելի օբյեկտիվ 21 թվականի մասին եմ ուզում խոսել։ 21 թվականին ընտրությունների մասնակցել է 26% Հայաստանի ընտրողների 26%-ը։ Այսինքն մարդիկ пассив են եղել, չեն մասնակցել ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն, հա, Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ն ընդամենը 26% է հավաքել։ Հիմա եթե մենք որպես ընդդիմություն, այո, ասեցիք բոլոր մասնակիցների թիվը 26 էր, հա, ինքը 26% է հավաքել եւ մասնակիցների թիվը շատ պակաս է եղել, 50% մասնակցություն չի եղել։ Հիմա մեր խնդիրը որպես ընդդիմություն գոնե հանրապետականի խնդիրը այն է, որ մարդկանց համոզի, որ գնան ընտրությունների եւ մասնակցությունը գոնե 60-70% լինի։ Ստեղ իրավիճակը ամբողջովին փոխվելու է։ Եթե 21 թվականի Նիկոլը ուներ 26%, նա հիմա բոլոր հարցումները դրա մասին են խոսում, նա ունի 20%։ Եվ եթե մասնակցությունը ավելի բարձր լինի, այդ 20%-ը դառնալու է
շատ չնչին բան, առ ոչինչ։ Էս է ամբողջ խնդիրը։ Հիմա ինչ որ ասում եք ինքը ուժեղացել է, ինքը չի ուժեղացել։ Չէ, ես փաստեր նշեցի։ Երբ որ դուք ասում եք Վենսը եկավ, դրանք իր օգտին չէ, ես ուղղակի հարցնում եմ դիքի։ Հիմա էլ այդ փաստեր իր օգտին չեն, որովհետև երբ որ ասում եք Վենսը եկավ, լավ արեց որ եկավ, իհարկե կարևոր էր այդ այցելությունը, սրա մասին ես եւ հարցազրույցում եմ ասել, եւ գրառումներ եմ արել եւ այլն, եւ հայտարարեց, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ իմ մոտ բանա, այտենց ինչ որ տարօրինակ դիսոնանս է առաջանում, էլ երբ որ Վենսը ասում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին, այդ օքեյ է բոլորի համար կամ այս կողմի համար, արևմտամետների համար։ Երբ որ Ընկալասը ասում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին կամ այն մյուսն ասում 15 միլիարդ չգիտեմ ինչ ենք տալիս, որ ընտրություններին իբր թե ճակերտավոր ժողովրդավարություն, այդ էլ է օքեյ։ Բայց երբ որ հանկարծ ենք ուրիշ կողմից են հայտարարում այդ մասին, դա օքեյ չի։ Այդ նշանակում է հիբրիդային պատերազմ։ Այստեղ տարօրինակ է, էլի, այս դիսկոմֆորտը քաղաքական, այս դիսոնանս պետք է այս լուծել է ՀԿ-ն ուզում է իրեն էլ արտաքինից աջակցեն, դուք ՀՀԿ-ն ուզում է արտաքին աջակցություն։ Չէ, ՀՀԿ-ն արտաքին աջակցություն երբեք չի խնդրել։ Նեղվում եք, որ ձեր չեն աջակցում։ Չէ, ես փաստն եմ արձանագրում, ես չեմ նեղվում դրան։ Ես նեղվում եմ, որ երկիրս այս վիճակում է։ Ես նեղվում եմ, որ մեր սահմաններին ջերմուկի կողմից դեռ ադրբեջանական զորքը կանգնած է։ Ես նեղվում եմ, որ Տավուշի գյուղերը տվել են։ Ես նեղվում եմ, որ Արցախը դատարկվել է։ Ես նաև ՀՀԿ-ն։ Գիտեք, այդ որ ասում եք ՀՀԿ-ն դրանից չի նեղվում։ ՀՀԿ-ն ցավ է ապրում։ Բայց եկեք մի բան, եկեք այդ Վենսի պավ մի հետաքրքիր դրվագ կա։ Ընդդիմությունը, այդ թվում ՀՀԿ-ն ասում է, որ մենք գանք իշխանության օգոստոսի 8-ը, խմբագրելու ենք նոր ինչ որ առաջարկներ կանելու։ Խնդրում եմ նման պատասխանատու հայտարարություն Պարոն Արտակ Զաքարյանն էր Civilnet-ում ասում, որ առաջարկելու ենք նոր այսպես գաղափարներ, որոնք հայամետ են։ Բայց ես ավարտեմ նոր ուրիշ բան եմ ասում, երբ որ դուք մեջբերում եք որևէ քաղաքական գործի, այդ թվում նաև հանրապետականի որևէ խոսքը կոնտեքստից կտրված, ես ուզում եմ ասել, որ չի կարելի կոնտեքստից կտրված որևէ մեկնաբան, ես նման բան չեմ ասել, ու եթե իմ գործընկերները ասել են, խնդրում եմ ներկայացրեք նրանց խոսքը ամբողջությամբ։ Ես հիմա չեմ եկել ձեր մոտ իմ գործընկերների ասածը մեկնաբանելու, բայց ուրիշ կարևոր բան, ես հիմա ձեզ առանցքային բան եմ ասում։ Ցանկացած հաջորդ իշխանություն, որ գալիս է, պիտի տեսնի այս իշխանության սխալները, այս իշխանության բերած ավերածությունները եւ պիտի ձգտի հայտարարություններ անի, իր ծրագրերով պիտի ներկայացնի այնպիսի քայլեր, որ այս իշխանության ներկայացրած ավերածությունները շտկվեն։ Մի րոպե, այսինքն դուք կստորագրեք խաղաղության պայմանագիրը առանց փոփոխությունների 17։ Եթե ես չգիտեմ ով ինչ կստորագրի։ Ռոբերտ ջան, այդ փաստաթուղթը դեռ ստորագրված էլ չի։ Չէ, դուք կստորագրեք, վաղը հաղթեցիք։ Եթե ես տեսնեմ դա ինչա կստորագրեմ կամ չեմ ստորագրի։ Դուք գիտեք ինչ է կստորագրեք։ Չէ, ես չգիտեմ ինչ է։ Գիտեք, 17 Չէ, ես օդի մեջ չեմ խոսում։ Գիտես Կիկոսի մամի սարքի վերսիան։ Բայց 17 կետ նշված է դիքի է, ստորագրեք։ Իսկ ինչու՞ն է, եթե նշված է ինչու Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա չի ստորագրել։ Եթե նշված է ինչու մինչև հիմա խաղաղության, հա, որովհետև իր առաջ պայման է դրել։ Դե թող գնա Ալիև ասում գնա սահմանադրությունը փոխի, Ալիև ասում 300 ադրբեջանցիների բեր տեղակայի։ Ալիև ասում բա դրա համար, բա որովհետև դուք տանում եք ուրիշ տեղ, որը տրամաբանության մեջ չի, ներողություն եւ իրականության մեջ չի։ Ես ասում եմ, ինչու՞ չի ստորագրում, որ այդքան պուպուշ լավ բան է, այդ ինչա, իբր թե խաղաղության։ Եթե խաղաղության փաստաթուղթը Ալիևը ինչի է զինվում։ Եթե Ալիևը ուզում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատի, ինչի է գեր հագեցած տեխնիկա գնում։ Այս կողմից մենք խեղճ ու կրակ ասում ենք մենք խաղաղության թուղթ ենք բերել ժողովրդին ընտրություններում հերթական անգամ ուզում ենք խապել, այն կողմը ասում է ես զինվում եմ, այն կողմը ասում է լսի, սահմանադրությունը կփոխես։ Լսի 300 ադրբեջանցիների պիտի բերեմ տեղակայեմ։ Չանես ոչ մի խաղաղության փաստաթուղթ։ Հիմա դա իրականությունն է, ցավը կան։ Խոսքը չլսեցիք մինչև վերջ։ Ես չեմ ուզում լսել, գիտեք ինչի, որտեղ դուք կոնտեքստից կտրված բան եք ասում, իսկ հասարակությանը դեր ու կնդիրներին մի շեղեք։ Ժողովուրդ ջան, այդ խաղաղության փաստաթուղթը ձեր ստորագրված չէ, որովհետև Ալիևը պայմաններ ա դրել, որը Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրություններ դեռ չի համարձակվում իրականացնել։ Նա դա իրականացնի ընտրություններից հետո, եթե Աստված մի առաջ նա ընտրվի նորից։ Եվ ՀԿ-ն եթե գա իշխանության կստորագրեն։ ՀԿ-ն եթե գա իշխանության Հայաստանում կլինի իսկական խաղաղություն։ Կստորագրեք այդ թուղթը։ Բայց այս պահին կստորագրեք այդ թուղթը։ Այս պահին ինչ թուղթի մասին է խոսքը։ 17 կետանոց նախաստորագրված թուղթը կստորագրեք։ Ես չեմ կարդացել այդ թուղթը։ Թրամփի ուղին Ես չգիտեմ թե ինչի մասին է։ Գիտեք ինչ, կշարունակեք թե կչեղարկեք։ Խնդրում եմ այո թե պատասխանեմ, թե այտենց ուղակի ուզում ես այո թե ոչ։ Այո թե ոչ։ Ես այո թե ոչի քաղաքական գործիչ չեմ։ Ես վերլուծող քաղաքական գործիչ եմ եւ ՀԿ-ն նույնպես տեսակ է Թրամփի վերաբերյալ։ Թող ասեմ։ Ասեք։ Լսի, եթե պետք է ասած իրար բանան։ Ես ավելի լավ կանեմ, բայց եթե դու ուզում ես իմ կարծիքը իմանալ, ես ասեմ, ՀՀԿ-ն իր պաշտոնավարման, իր իշխանության բոլոր տարիներին ապացուցել է, որ ինքը կողմ է եւի քաղաքականության։
Այսինքն եւ կստորագրեք եւ չեք ստորագրի Չէ, այս ստորագրերը թողնում ենք մի կողմ։ Ես ՀԿ-ի քաղաքականության, արտաքին քաղաքականության մասին եմ ասում։ Մենք միշտ կողմ ենք եղել եւ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների եւ Արևմուտքի հետ։ Եվ դրա պատճառով։ Բայց ես չգիտեմ դու ինչ թուղթ ես տալու, որ ես ստորագրեմ։ 17 կետանոց համաձայնագիր, որ նախ ստորագրված է եւ հրապարակված է։ Պատասխանում նորից եմ նույն բանը ասում։ Եթե դա այդքան լավն է, եթե այտենց վերջնականապես պատրաստ է, Նիկոլ ինչի՞ չի ստորագրում։ Գնացած Նիկոլին Ալիևը չի ստորագրում։ Всё վերջացավ։ Բայց Նիկոլը թող ստորագրի, եթե այդքան լավն է, ինչի՞ ես գցում ՀՀԿ-ի ջեբը։ Չէ, ես ուրիշ բան եմ հարցնում։ Ես գիտեմ դու ինչ ես ասում։ Բերեցիք, ես գիտեմ դու ինչ ես ասում։ Ասով եմ ասում, դուք լրիվ ուրիշ տեղ բերեցիք։ Եթե դու տաս պիտի ամփոփել ես նախադասությունը, էսա։ Բայց կոնկրետ պատասխանել ՀՀԿ-ն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում իր իշխանության բոլոր տարիներին կողմ է եղել եւ քաղաքականության, եւ Արևմուտքի հետ լավ լինի, եւ Եվրամիության հետ լավ լինի, եւ Ռուսաստանի հետ լավ լինի։ Չգիտեմ ինչ թղթի մաս, ես մի հատ թղթ ստորագրել ԶԱԳՍ-ում ամուսնության վկայական։ Մնացածը ես քաղաքական պատասխան եմ տալիս։ 17 կետանոց թուղթը։ 17 կետանոց թուղթը եթե լավն է, թող Նիկոլը հիմա ստորագրի, եթե այդքան ռիսկ ունի։ Նիկոլը կստորագրի Ալիևը չի։ Թող ստորագրի։ Բա տեսնում եք։ Բայց ինչի մասին է Ուրեմն լավն է։ Մի բանը, որ Նիկոլը չի ստորագրում, որտեղ ես ասում եմ, Նիկոլը սա կստորագրի այն ժամանակ, եթե 26 թվականին նորից կարողանա վերընտրվել։ Ինքը հիմա չի ստորագրում մեր ժողովրդին խաբելու համար, որովհետև եթե սա ստորագրեց, ինքը մինչ այդ սահմանադրությունը պիտի փոխի, ոնց որ թե ինքը մենակ ընտրությունների չի գնում, նաև սահմանադրական փոփոխությունների ա գնում։ Փաշինյանն ասում է հիմա էլ կարող եմ ստորագրել։ Ալիևը թող ստորագրի։ Փաշինյանը ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Փաշինյանը ասում էր մեր տարածքները չենք տալու։ Փաշինյանը ասում էր ինչ սահմանադրության փոխել։ Մենք կուզենք կփոխենք, չենք ուզի չենք փոխի։ Բայց ես լրիվ ուրիշ բան եմ ասում, ինչ 300,000 ադրբեջանցու վերադարձ, բայց բերելու է։ Արդեն ադրբեջանցիները Երևանի փողոցներում են։ Սիրելի տիկի Եսայան, մի հատ բան հարցնեմ։ Այդ սիրելին իրական է թե չէ։ Իրական, չափազանց իրական սիրելի է։ Տեսեք, իրոք Այ որ զարմանում եք, չէ՞, Վենսը աջակցում է կամ Եմեն աջակցում է։ Չէ, ես հարցս տամ։ Ախր ապա կողմնորոշում ես հասարակությանը, ես չեմ զարմանում։ Չէ, հիմա դուք հարցից կպատասխանեք, մենակ լսեք հարցը։ Միգուցե դա այո, չէ, միգուցե դա նաև ես հարցնում եմ, միգուցե դա նաև ընդդիմության դիրքավորման պատճառով է, որովհետև այդ կենտրոնները իդեմս ձեզ, Դաշնակցության, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ուժի տեսնում են ուժեր, որոնք գալով իշխանության, Թրամփի ուղին չեղարկելու են, 17 կետանոց համաձայնագիրը խմբագրելու են կամ ասել են ավելի լավ կետեր ենք առաջարկում եւ այլն, այսինքն ջրվելու է դա, իրենք վտանգ են տեսնում իրենց շահերի, ծրագրերի փլուզման, հետևաբար աջակցում են Փաշինյանին, հասկանալով, որ միայն նրա օրոք 17 կետանոց համաձայնագիրը կստորագրվի, դեռ ոչ, եւ Թրամփի ուղին կշահագործվի։ Ընդդիմությունը միգուցե ինքն է մեղավոր, որ Փաշինյանին նրան աջակցում են, հա, նրանք աջակցում են։ Վերջակետ։ Այո։ Ուրեմն դուք ձեր հարցում եք երկար եւ վերաբերմունքային հարցում մի հետաքրքիր նախադասություն ասեցիք։ Ես պիտի կրկնեմ այդ նախադասությունը։ Ասում են աջակցում ենք, միգուցե իրենք վախենում են, որ ընդդիմությունը կգա եւ իրենց շահերին դեմ, չէ, կչեղարկի այս ամենը։ Այո, իրենց շահերի օգտին այս համաձայնությունը կչեղարկի։ Всё վերջացավ, այստեղ բանալի բառը ում շահերից է բխում այդ ամեն ինչը։ Դուք շատ լավ խոստովանեցիք։ Ամենի շահերից է բխում Թրամփի ուղին։ Հայաստանի շահը այդտեղ որն է։ Չկա Հայաստանի շահ։ Վերջացավ։ Եթե Հայաստանի շահ չկա, դուք եք ասում չկա։ Բայց դուք չասեցիք կչեղարկեք Թրամփի ուղին, տիկի ես։ Եթե Հայաստանի շահ չկա, ես ինչ ստորագրեմ։ Դուք չասեցիք, որ կչեղարկեք Թրամփի ուղին։ Եթե Հայաստանի շահ ասեցիք Վենսը ասում է կաջակցենք Նիկոլին, որովհետև մտավախություն ունի, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, իր շահերին դեմ քայլեր կանի։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, այս իրավիճակում ո՞րն է Հայաստանի շահը։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության, գոնե մեր մասով եմ ասում, բայց ելի եմ կրկնում, այսպես բաց հանրապետական կուսակցության նպատակը իշխանության գալը չէ, իշխանապողություն իրականացնելն է։ Բայց եթե հրաշք տեղի ունենա եւ իրական տեղի ունենա, լավ բան տեղի ունենա եւ գա իշխանության, հանրապետական կուսակցությունը առաջնորդվելու է բացառապես Հայաստանի ու հայկական շահով։ Չեղարկելու եք Թրամփի ուղին։ Ուր է այդ ուղին։ Մի հատ ցույց տուր ինձ այդ ուղին։ Թուղթը։ Համաձայնությունը չեղարկելու եք, թե դուք ասում եք, չէ, վատ բան է, դուք ես ասեք, այո, չեղարկելու եք։ Չէ, ես չեմ ասելու դա, որովհետև չկա մի բան։ Եթե այդ բանը դեռ չկա, եթե այդ բանը դեռ չի ստորագրված, եթե դա թղթի մակարդակի է, լավ եք ասում, ճիշտ եք ասում, թուղթը։ Ինչի մասին է խոսքը։ Չեղարկելու եք, ԱՄՆ-ին ասելու եք, մենք այլևս
26% չենք ուզում, 50 ենք ուզում, կամ 74 քեզ չենք տալիս, դու 50 Ուրեմն եք տես, եթե Այ ինչու կոնկրետություն չեք մտցնում տիկի։ Որովհետև քո հարցը կոնկրետ չի ինքնին։ Որովհետև դու հարցնում ես մի անորոշ մի չեղած բանի մասին, իրականացնելու եք ԱՄՆ-ի թե ոչ։ Ինչու Նիկոլը հիմա չի իրականացնում այդ ուղին։ Ինչու Նիկոլը չի ստորագրում, ինչու չի ստորագրում դա։ Ինչու է Նիկոլը ձգում։ Ինքնա չէ իշխանության։ Ոնց չի ստորագրում։ Ուրա, մի ստորագրածը ցույց տվեց։ Միրզոյանը եւ պետքարտուղարը ԱՄՆ ստորագրեցին ընդհանուր շրջանակը։ Եվ ինչ է այդ շրջանակի անունը։ Այդ շրջանակի անունը Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ այլն ընկերության ստեղծման սկզբունքների եթե այդքան դուխ ունեն, եթե այդքան ասենք իրանց կոտորում են, թող դնեն ստորագրել մինչև ընտրություններ թող դնեն ստորագրել, ինչի չեն ստորագրում։ Ես ձեր մասն։ Եթե մինչև ընտրություններ չեն ստորագրում, ուրեմն մտավախություն ունեն։ Եթե մինչև ընտրություններ չեն ստորագրում, ուրեմն դեռ ուզում են այս ժողովրդին խաբել, ասել, որ իրանք այնքան ինքնուրույն են, Հայաստանը այնքան ինքնուրույն պետություն է, որ ոնց ուզի տենց էլ կանի։ Ուրեմն մինչև ընտրությունները ժողովրդին էլի խաբելու են։ Մինչև ընտրություններ չեն ասելու, որ իրենք սահմանադրությունը փոխելու են Ալիևի պահանջով։ Մինչև ընտրություններ իրենք չեն ասելու, որ հա ժողովուրդ իսկապես այդ 300,000-ը գալու է եւ Ադրբեջանը սա հայտարարելու է արևմտյան Ադրբեջանը։ Ընտրություններից հետո այսինքն արագի մեջ դա անելու են, եթե Աստված չանի իրանք ընտրվեն։ Եվ դուք չեք չեղարկելու Թրամփի ուղին։ Հակահայաստանյան այդ ծրագիրը, այո։ Նիկոլի իշխանությունից բացի որևէ իշխանություն, երբ որ կգա Հայաստանում իշխանության, վստահաբար այդ ընդդիմադիր նկատի ունեն ուժեր, վստահաբար անելու են քայլեր, որոնք բխում են բացառապես Հայաստանի շահերից։ Դա լոզունգային մակարդակի խոսք է, տիկին Եսյան, կոնկրետ։ Իսկ որ ասում են Հայաստանը եւ դեռ լոզունգ էր, թե չէ։ Լոզունգ էր։ Հա, լոզունգ։ Հա, բա ինչի գնաց Պրագայում այդ լոզունգը չեղարկել։ Իրան հարցրեք, ես չեմ կարող։ Չէ, կներես էլի հիմա դուք խմբակցություն ունեք այժմ, ասեք թող պատասխանեն։ Լոզունգային քաղաքականությունն է, երբ որ ինքն է իշխանության, երբ որ այդ կնիքը իր ձեռքն է։ Հիմա ես որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ես ասում եմ, ինչու ինքը չի ստորագրում։ Ինչու ես ստորագրում եմ, Ալիևը չի ստորագրում, տիկի ես։ Բայց դրա համար եմ ասում, բա ինչի չի ստորագրում Ալիևը։ Ալիևը պահանջար դրել, չէ՞։ Եթե Ալիևի պահանջները չի իրականացնում։ բխում բացառապես միակողմանի։ Միայն Ալիևի շահերից չի բխում, դա բխում է նաև եւ արևմուտքի, ինչպես դուք եք նշում, Վենստել այդ մասին ասել քիչ առաջ դուք էլ ասեցիք, ես համամիտեմ։ Դա բխում է մի շարք տերությունների շահերից, ընդ որում ամենացավալին է նա, որ Հայաստանի իշխանությունները այսօր այնպիսի քաղաքականություն են իրականացնում, որ իրենք պատրաստ են ցանկացած քայլի, որի դիմաց իրենք կպահեն իշխանությունը։ Այսինքն իրենք պատրաստ են իրենց անձնական շահը սպասարկել։ Եվ Հայաստանի Հանրապետության պետական շահը իրենք չեն սպասարկում։ Դուք ալտերնատիվ չեք ասում, տիկին Եսյան։ Օրինակ, ալտերնատիվը ողորն է։ Եկեք ապաշրջափակման հարցով։ Ամբողջ 10 տարվա մեր պաշտոնավարման ընթացքում, մեր իշխանության ընթացքում ալտերնատիվը առաջարկել ենք։ Էլի եմ կրկնում, մենք միշտ առաջնորդվել ենք եւ քաղաքականությամբ։ Մենք միշտ առաջնորդվել ենք եւ Արևմուտք, եւ Ռուսաստան, եւ Եվրամիություն, եւ Չինաստան, եւ Իրան քաղաքականությամբ։ Այսօր ինչ է անում այս իշխանությունը։ Մեկ արևմուտքի պոշտաբնում, որտեղ Վենցը ասում է իրան պաշտպանելու եմ։ Մեկ գնում է Ռուսաստան, չգիտեմ ում հետ է հանդիպում եւ ինչ հայտարարություններ անում։ Վախենում է հապկից դուրս գա, վախենում է ԵԱՏՄ-ից դուրս գա։ Իրանի նկատմամբ ինչ որ տարօրինակ հայտարարություններ անում են պահին, երբ որ ամերիկյան նավերը արդեն եկել հասել են համարյա մեր ափերը։ Տարօրինակ հայտարարություններ անում, ինքը չի պահում։ Իրանը միշտ եղել է հայ ժողովրդի համար բարի դրացիական հարաբերություններ պահած եւ նորմալ պետություն։ Ես չեմ կարծում, որ այն գիծը, որ այսօր Հայաստանի իշխանությունները իրականացնում են Իրանի հանդեպ, արդարը, ազնիվը, ո՞րն է ձեր ալտերնատիվը Թրամփի ուղուն։ Այ չեղարկեցինք, հասկացանք, որ դուք դա չեք ուզում։ Մեր հիմնական նպատակը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է։ Ես կոնկրետ ծրագրի մասն եմ խոսում։ Ապաշրջափակման հարցով Ադրբեջանը ասում է, եթե ինձ ճանապարհ չեք տալիս, ես հարձակվում եմ։ Փաշինյանը գնացել է ամերիկացիների հետ, պայմանավորվել է իր հաշվարկի համաձայն սա Հայաստանի ինքնիշխանությունը ապահովող ծրագիր է։ Դուք դժգոհ եք, ո՞րն է ձեր առաջարկը ապաշրջափակման հարցով։ Մենք ոչ թե դժգոհ ենք, ձևակերպումը խնդրում եմ կոնկրետ անեք։ Մենք ասում ենք, որևէ այլ իշխանություն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից բացի, ընդդիմադիր որևէ իշխանություն, որը կգա իշխանության 26 թվականին հույս ունեմ, որ կգա, Ադրբեջանի հետ էլ, Միացյալ Նահանգների հետ էլ արժանապատիվ դիրքերից կխոսի։ Ոնց։ Կոնկրետ։ Արժանապատիվ դիրքը չգիտեք, որ ոնց։ Չէ, եկեք կոնկրետ թեմա։ Այսինքն բոլոր ապաշրջափակման հարցով ո՞րն է արժանապատիվ դիրքը։ բոլոր այդ Թրամփի ուղին, բոլոր այն մյուսի մասին կխոսի, բայց կփորձի այդ ամեն ինչի մեջ
գտնել եւ առաջ տանել Հայաստանի պետականության, Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության շահը։ Այն ինչ որ այսօրվա իշխանությունը չի անում։ Օրինակ 17 կետեն դուք ինչ կավելացնեք, որ Հայաստանի շահը ավելի ապահովված լիներ, օրինակ։ Երբ որ ես իշխանապողությունը տեղի ունենա, այնպիսի բան պետք է առաջարկեք, որ այն մյուս կողմն էլ համաձայնվի, թե չէ ես այնքան հրաշալի բառեր կարող եմ առաջարկել։ Ռոբերտ ջան, խնդրում եմ ինձ ասեք, այդ 17 կետից քանի կետն է Նիկոլի առաջարկը։ Ոչ մեկը, ոչ մեկը, ես ձեզ ասում եմ պաշտոնապես։ Որևէ մեկը գրել են, դրել են դեմը, ասել են պետք է ստորագրես։ Գրել են, դրել են դեմը եւ ասել են սահմանադրությունդ կփոխես, 300-ը կկան։ Չգիտեմ, էսի ջերմուկից էս կանենք, այն կանենք, պետք է ստորագրես։ Ոչ մեկը ինքը չի առաջարկել։ Հիմա ես դեռ իշխանության չեմ եւ ճիշտ ասած չեմ էլ հավակնում դառնալ իշխանություն։ Դուք ինձ ասում եք որը կփոխեք։ Չէ, եթե չեք հավակնում իշխանության գալ, ես իշխանապողության եմ հավակնում, բայց ոչ իշխանության գալ։ Ես որպես անձ եւ որպես հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ղեկավար մարմնի, եւ մեր կուսակցությունը այսօր մի հավակնություն ունի՝ իշխանապողություն իրականացնել։ Մեր միակ բացառիկ հավակնությունը սա է, ընդ որում 18 թվականից սկսյալ։ Այս մի մոռացեք։ Հիմա ես այդ հավակնությունը կապ չունի ով է գալու Փաշինյանից, հետո ասենք Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, դուք կապրեք Երջանիկ Հայաստանում, Գագիկ Ծառուկյանին հիշում եք ոնց եք ծաղրում Տիկին Եսայան։ Ես որ Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված ճակերտավոր հպարտ եւ Արցախը հայաթափած Հայաստանում մի կերպ ապրում եմ, Նիկոլից հետո ես կապրեմ։ Կապրեք Գագիկ Ծառուկյանի Հայաստանում։ Նիկոլից հետո ես կապրեմ։ Դա չի լինի Գագիկ Ծառուկյանի Հայաստան, դա չի լինի Սամվել Կարապետյանի Հայաստան, դա չի լինի Ռոբերտ Քոչարյանի Հայաստան, դա կլինի հայ ժողովրդի Հայաստան։ Ես հույս ունեմ, որ այդպես կլինի։ Դա կլինի հայկական Հայաստան։ Եվ դա չի լինի կզած, վախեցած, Ալիևի հրահանգները կատարող, չգիտեմ Էրդողանի համար թեյ տանող ղեկավարի Հայաստան։ Դա կլինի իրական արժանապատիվ Հայաստան, որը կառաջնորդվի բացառապես Հայաստանի շահերով։ Այդ ուժերը, որոնց անունը դուք նշեցիք, քանի որ հեքն չի ուզում գալ իշխանության, ձեզ չեմ ասում էլի, ապահովելու են մեր շահերը եւ ոչ օրինակ Ռուսաստանի։ Այդ դեպքում գիտեք, եկեք պայմանավորվենք Ռոբերտ ջան, որ չքննարկենք այս հարցերը։ Ով է գալու, ով չի գալու, դե Նիկոլն աթող գնա ինչ ուզում ասել։ Չէ, ուզում եմ ասել, չէ, գիտեք, այս ոնց է երաշխիք տալիս, էլի, որ անհիմն պատերազմ չի լինելու դրանից հետո։ Անհիմն նստել, Նիկոլն էր երաշխիք տալիս, որ պատերազմ չի լինելու, ասում էր մենք նույն արդյունքը ունենայինք առանց։ Չէ, բայց կներեք, Նիկոլի կերած բողկերի արդյունքն է, չէ։ Նիկոլի կերած բողկերի տակից չի ժողովուրդը այս երկիրը չի կարողանում դուրս գալ։ Ասում եք Նիկոլին թողնենք մի կողմ։ Մեր հիմնական խնդիրը Նիկոլին իշխանությունից զրկելն է, ԿՊ-ին իշխանությունից զրկելն է։ Դրանից հետո որևէ իրավիճակում ես հավատում եմ, որ չի լինի այնպիսի իշխանություն, որ կգնա Ալիևի տակ կկզի կամ Էրդողանի համար թեյ կդնի կամ Էրդողանի գիրքը ասես փաղաքշանքով գրկած կնստի։ Ես հավատում եմ, որ այդպիսի իշխանություն այլևս Հայաստանում չի լինի։ Այս ժողովրդի աչքերը բացվել են։ Այս ժողովուրդը հասկանում է, որ Նիկոլից խաբվել է, Նիկոլով խաբվել է։ Վերջացավ։ Եվ ընդդիմության ժամանակ մենք կապրենք խաղաղ երջանիկ հզոր արժանապատիվ ընդդիմության ժամանակ կամ նոր իշխանության ժամանակ դե լսեք էլի արժանապատիվ Հայաստան չենք ապրել։ Լսեք։ Ես ինքս կարող եմ բարերի ժանգլերությամբ զբաղվել, որովհետև դա իմ դաշտն է։ Մի մտի իմ դաշտ, Ռոբերտ ջան։ Ընդդիմության ժամանակ մենք շատ դժվար վիճակներում ենք լինելու։ Ընդդիմությունը երբեք չի ասում, որ մենք բերելու ենք, այսպես սիրուն, ամեն մեկից չգիտեմ ինչ։ Շատ դժվար տաժանակիր, որտեղ այս երկիրը այս վերջին 8 տարում հենց է քանդվել։ Այս բանակը, սահմանները, տնտեսությունը, կրթությունը, բոլոր կայացած ինստիտուտներն ու համակարգերը այնպես են ավիրվել, որ այդ ընդդիմությանը, որը կգա իշխանության, ես չեմ նախանձում։ Դա լինելու է տաժանակիր, շատ դժվար աշխատանք։ Եվ ես ուղղակի հաջողություն կմաղթեմ այն ուժերին, ԿՊ-ից բացի։ Եվ ԿՊ-յա մերձ շրջանակներից բացի, որ կհամարցակվեն, որ ցանկություն կունենան, որ այդ համարցակությունը կունենան Հայաստանում վերցնել իշխանությունը։ Աստեն ձեր երազանքը Քոչարյանի եւ Ծառուկյանի Հայաստանում ապրելն է։ Իմ երազանքը, քանի որ դուք չեք ուզում իշխանության։ Իմ երազանքը հայկական Հայաստանում ապրելն է։ Եվ նրանք հայկական Հայաստան են ստեղծել։ Հայաստանի սահմանները անվտանգ պահելն է։ Իմ երազանքը առանց պատերազմի, առանց վտանգների Հայաստան ունենալն է։ Դուք անձնավորում եք Քոչարյան։ Որովհետեւ անձինք են գալու իշխանության Տիկի Եսայան։ Դուք չեք ուզում գալ իշխանության։ Դուք եք ասում ես չեմ ուզում գալ իշխանության, ուրիշներն են գալու,
մյուս Ես չեմ ասում ուրիշներն են ասում գալու։ Ես ասում եմ, ես ուզում եմ Նիկոլին զրկել։ Ես ասում եմ հետեւյալը. Նիկոլին պետքա զրկել իշխանությունից։ Նիկոլին պիտի հեռացնել իշխանությունից։ ԿՊ-ին կապ ունի։ ԿՊ-ին պետքա հեռացնել իշխանությունից։ Ով է գալու։ Եվ չպիտի գա իշխանության ԿՊ-ամերձ որևէ շրջանակ, չպիտի գա իշխանության, որը կշարունակի ԿՊ-ի քաղաքականությունը։ Իսկ օլիգարխ պետք է գա, փողատեր, միլիարդատեր պետք է գա։ Ովքեր են օլիգարխները։ Մի հատ ասեք, հիմա նայեք Նիկոլի այս ԿՊ-ում եւ ԿՊ-ամերձ շրջանակներում ինչ օլիգարխներ են նստած։ Վերադառնալով մեր զրույցի սկզբին, ասեմ, նրանք, որոնք որ Սերժ Սարգսյանի նկարը երևի իրանց ծոցում էլ քնում էին, անմիջապես թռան ՀՀԿ-ից։ Առաջինը թռան ՀՀԿ-ից, այսօր Նիկոլի գիրկն են թռել, այսպես լավ են զգում իրանց։ Իսկ իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր ընտրություններ են կեղծել եւ իշխանություն են գողացել, ձեր կարծիքով էլի։ Իշխանության պիտի գան մարդիկ, որոնք հասկանում են, որ Հայաստանը շատ դժվարին վիճակում է, որոնք հասկանում են, որ Հայաստանը շատ դժվար օրեր է ունենալու, որոնք հասկանում են, որ Հայաստանը պիտի վերադառնա արժանապատվության եւ անվտանգության դաշտ։ Եվ դա կանեն Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչյանը եւ Սամվել Կարապետյանը։ Ճիշտ հասկացա։ Քանի որ դուք չեք ուզում գալ։ Եկեք ուրիշ անուններ ասեն։ Այս դուք համաձայն եք, որ մենք գանք, այսինքն։ Ուզում եք մենք գանք։ Չէ, դուք ասում եք ես չեմ ուզում իշխանության գալ։ Մենք պատրաստ ենք գալ իշխանության, Ռոբերտ ջան։ Դուք ասում եք ես չեմ ուզում գալ իշխանության։ Ցավով եք ասում, որ դե եթե դուք չեք գալիս Ծառուկյանը եւ Քոչյանը, դե ասում եք չեք ուզում գալ հանուն ձեր այդ տխրության կարելի է գնալ, այսա գործադիրում առաջարկեմ, ասեմ Ռոբերտ այնքան տխուր է, որ իշխանություն պիտի տեղ քաղաքական ծրագրերը հանուն գնանք իշխանության, վերցնենք իշխանությունը, որ Ռոբերտը շատ չտխրի։ Այո, եւ դա կստացվի։ Իրոք դե եթե դուք ասում եք, ուրեմն մի բան գիտեք։ Սպասենք նորությունների հանրապետական կուսակցությունից։ Շնորհակալ եմ Տիկին Եսյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մարգարիտ Եսյանին։